Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները մտնում են ամենալայրված փուլը։ Դիտողին սպասվում են սերիաներ, որտեղ յուրաքանչյուր դրվագ նոր հարցեր է առաջացնելու և ավելի է խտացնելու դրամատիկ մթնոլորտը։ Նորոն հայտնվում է ամենածանր իրավիճակում իր կյանքում։ Նա զանգահարում է Էդոյին, հստակ հասկանալով, որ այլևս միայնակ դուրս գալ այս փակուղուց չի կարող։ Նրանք կասկածում են սպանության մեջ, և ամենացավալին այն է, որ գործի ընթացքում հավաքված բոլոր փաստերը կարծեք թե հենց իր դեմ են խոսում։ Նորոն փորձում է պահել ինքնատիրապետումը, սակայն իրավիճակը օր-օրի ավելի է սրվում։ Նա խնդրում է գտնել լավ փաստաբան, որովհետև հասկանում է՝ այս անգամ խոսքը ոչ միայն իր ազատության, այլ ամբողջ կյանքի մասին է։ Էդոն, լինելով Նորոյի լավագույն ընկերը, չի կարող անտարբեր մնալ։ Թեև նա շատ լավ գիտի, որ Նորոն երբեք չի ցանկանա ընդունել Արշակի օգնությունը, իրավիճակը ստիպում է գնալ այդ քայլին։ Էդոն բնականաբար դիմելու է Արշակին, գուցե նույնիսկ գաղտնի, որպեսզի Նորոն չիմանա այդ մասին, բայց իրականությունն ակնհայտ է՝ առանց Արշակի ազդեցության, կապերի և հնարավորությունների Նորոյի բանտից դուրս գալը գրեթե անհնար է։ Միևնույն ժամանակ, սերիալում խորանում է Ալինայի հիվանդության գիծը։ Նրա վիճակը օր-օրի ծանրանում է, բուժումը պահանջում է նոր միջոցներ, նոր լուծումներ և ժամանակ, որը ցավոք շատ քիչ է։ Սա դառնում է ևս մեկ ծանր հարված ընտանիքի համար, երբ բոլորն արդեն ուժասպառ են և հոգեպես կոտրված։ Սերիալում ամենամեծ ինտրիգներից մեկը շարունակում է մնալ Լանայի կերպարը։ Նա ակնհայտորեն հակասական է և ոչ միանշանակ։ Լանայի հայտնվելն Արշակի տանը պատահական չէ։ Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ նա այդ տուն է մտել ոչ միայն որպես դայակ։ Նրա վարքագիծը, հարցերը, հետաքրքրությունը ընտանիքի անցյալի նկատմամբ հուշում են, որ նա տեղեկատվություն է հավաքում։ Լաննային պարբերաբար զանգահարում է մի տղամարդ, ով սպառնում է նրան։ Նրա ինքնությունը դեռ անհայտ է, սակայն հենց այստեղ են սկսվում հեռուստադիտողների ամենաթեժ վարկածները։ Ով է այդ տղամարդը և ով է Լանայի ամուսինը, որի մասին նա խուսափում է խոսել։ Դիտողների շրջանում ամենատարածված կարծիքն այն է, որ Լանայի ամուսինը կարող է լինել Նորոյի, Էլիզի և Ալինայի հայրը, այն մարդը, ով տարիներ առաջ լքել է իր ընտանիքը և տեղափոխվել Ռուսաստան, որտեղ նոր կյանք ու նոր ընտանիք է կազմել։ Այս վարկածն ավելի է ուժեղանում այն փաստով, որ Լաննան երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, և նրա անցյալն այնտեղ դեռ լի է չբացված գաղտնիքներով։ Ուրիշի ընտանիքը սերիալում յուրաքանչյուր մանրուք նշանակություն ունի։ Այստեղ պատահական մարդիկ, պատահական հանդիպումներ կամ պատահական զանգեր պարզապես չեն լինում։ Եթե Լանան հայտնվել է Արշակի տանը, դա ունի իր պատճառները։ Եթե նրան սպառնում են, ուրեմն նա գիտի ավելին, քան ցույց է տալիս։ Առջևում սպասվում են բացահայտումներ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել սերիալի ընթացքը։ Ճշմարտությունները, որոնք երկար ժամանակ թաքնված էին, կամաց-կամաց դուրս են գալու, մակերես ստիպելով հերոսներին նոր ընտրություններ կատարել։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված։ Գրեք ձեր կարծիքները, ինչ եք կարծում, արդյոք իսկապես Լանայի ամուսինը հենց Նորոյի հայրն է, ով տարիներ առաջ լքեց իր ընտանիքն ու մեկնեց այլ ընտանիք կազմելու։ Եվ իհարկե, այդ պատճառով էլ Շուշանը որոշեց իր երեխաներին պահել ու մեծացնել միայնակ, բայց հանդիպելով Արշակին, հասկացավ, որ սիրում է այդ տղամարդուն ու 3 երեխաներին թողեց ծեր տատիկի խնամքին ու որոշեց նոր կյանք ստեղծել։ Իհարկե, նա որոշել էր, որ այդ նոր կյանքում իր երեխաները ևս տեղ ունեն, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով չստացվեց իր երեխաներին իր մոտ տանել, այնուհետև կյանքը նրա համար բոլորովին այլ պլաններ ուներ։ Նա ծննդաբերության ժամանակ մահանում է ու լույս աշխարհ է գալիս արևը, բայց արդեն առանց մոր։ Նա զրկված էր մայրական սիրուց ու ջերմությունից։ Եվ հիմա, երբ նրանք վերադարձել են Հայաստան ու նա այդքան մոտ է իր քույրերին ու եղբորը, նրանք բոլորը դեմ են, որպեսզի արևն իմանա ողջ ճշմարտությունը։ Բոլորը ցանկանում են լռել, բոլորը ցանկանում են միմյանցից հեռու մնալ, սակայն առերեսվելու ժամանակը շատ մոտ է։ Շատ շուտով բացահայտվելու են գաղտնիքներ, որից հետո Նորոն Արշակի հետ ավելի է մտերմանալու, իսկ Արշակն օգնելու է երեխաներին, որպեսզի կանգնեն ոտքի ու
առաջ գնան, բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Բնականաբար Էդոն դիմելու է Արշակի օգնությանը, որպեսզի նա օգնի Նորոյին դուրս գալ բանտից, որովհետև այլ տարբերակ գոնե Նորոն ու Էդոն չեն էլ տեսնում։ Առանց Արշակի կապերի, ինչպես արդեն նշեցինք, անհնար է, որ Նորոյին կարողանան բանտից դուրս հանել, քանի որ բոլոր ապացույցները Նորոյի դեմ են։ Հատկապես հիմա, երբ նույնիսկ նրա ընկերն է կասկածում ու ամեն ինչ անում է, որպեսզի Նորոն պատասխան տա այդ մարդու սպանության համար։ Իհարկե, բոլորիս էլ պարզ է, որ Նորոն ոչ մի կապ չունի, սակայն գործ բռնել նման կասկածելի մարդկանց հետ, բնականաբար, օրերից մի օր նա պետք է պատասխան տար դրա համար։ Երբեք շատ փողն հենց այնպես չի հայտնվում մարդկանց ձեռքերում, բայց Նորոն ստիպված էր, քանի որ քույրը գտնվում էր հիվանդանոցում ու այլ ելք չուներ։ Իսկ թե ինչ է սպասվում առջևում, կիմանաք, եթե միանաք մեր ալիքին, իսկ ամենահետաքրքիրը իսկապես դեռ առջևում է։